Привет, ребята! Тут գտնվում Ռոբերտ Շոալիքում ու այսօրվա թեման որ ժողովուրդ ջան, ես պատմելու եմ թե ոնց անցավ մեր վիդեոն Գագիկի հետ։ Ուրեմն ժողովուրդ ջան, սա տարօրինակություններն եմ բացատրելու խառը։ Ուրեմն առաջինը, ինչի մեր երեսը համարյա չէր երևում, մանավանդ Գագիկին ցույց տալու ժամանակ։ Ես հետո մոնտաժի ժամանակ չեմ նայել, որ իմ վիդեոն այսպես կես իմ երեսը ու Գագիկի երեսը այսքանը կտրվել է։ Հետո կամերան որ երկարացնում եք, այդ վաղ էր երևում մեր երեսն, այսօր կներեք։ Այդ վիդեոն ես բայրը մոնտաժ չեմ արել։ Ինչ էլի ինպես սմայլիկներ բաներ չկար, այդ է իր բացատրություն ունի։ Էդի լուրջ վիդեո էր, որ մենք ծտերի համար ինչ-որ բարի գործ ենք անում, ու ինչ պետք է, լուրջ բան չէր, դա ծիծաղալու տենց խառը բաներ ուներ։ Բայց չեմ ուզում էլի, տենց ժամանակներ ես չեմ սիրում, որ ինչ-որ կապիկ սմայլիկներ դնեմ, անես որ չեմ դրել, տենց։ Ժողովուրդ ջան, թե ինչի վերջի հատվածում կամերան այս սենց էր եղել։ Ժողովուրդ ջան, այդ էլ բացատրություն ունի, երբ որ այնց երժացել բերեցի, այն բանը չի տեսել, որ ծռված է։ Հեռախոսը տենց է դրեցի, կամերանը տենց է նկարեց։ Ու հետո այդ էլ չեմ ուղղել ու չէի կարող ուղղել, որովհետև սա վիդեոն, եթե դա ուղղեի էսի, ոնց որ ես եմ հիմա նստած, այդպես ճիշտ էր ելնում, բայց մնացած հատվածը սենց էր ելնելու իմ երեսը։ Անես որ դրա համար չուղղեցի։ Երկրորդ փաստ, թե ինչի ես այդ վիդեոյում ինչ-որ մի հատ այդպես ծիծաղալու պես բան չձգձգեցի ինչ-որ մի բանը, որովհետև հավես չունեի նկարելու, որովհետև սա կադրը մենք մի երկու վիդեո նկարել ենք, թե 3 իշքան հիշում եմ, ու այդ 3 վիդեոն էլ բան է եղել 1-10 րոպեանոց, այսինքն մենք 30 րոպե արդեն ծախսել ենք այդ վիդեոների վրա, նու գցե ես դաժե չեմ հիշում, բայց ոնց որ 2 վիդեո ենք նկարել, որը 10 րոպե, հա 2 վիդեո ոնց որ, ու այդ 2 վիդեոն 10 րոպե էր, դրա համար ես սկզբից ձեզ բարև չտվեցի, չասացի սենց դուք գտնվում եք Ռոբերտ Շոալիքում, որովհետև ներվայնացեցի, որ անջատվել է էլի։ Ճիշտ արդեն երկրորդ չէ, քանի 5-րդ փաստ ոնց որ 5-րդ փաստը այն է, որ ինչի Գագիկը բան արեց, հավաքեց ու որոշեց բան անի։ Էլի տես ծիծաղալու բաներ ասի, ինչքան հիշում եք։ Որովհետև ինքը տես բաներ սիրում է, որ վիդեոների ժամանակ ինքը ավելի շատ պրիվիկայց անի, վնիմание։ Երրորդ, ավելի ճիշտ արդեն, լավ եկեք առաջի փաստից սկսենք, որ ինձ ավելի հեշտ է լիացել։ Ժողովուրդ ջան, ուրեմն ինչի ենք մենք տենց մայկեքով, խոսքի ես պայլումով, բայց հիմա վավշե պայլումի սենց բան չի, ու Գագիկը ինչ էր 100-ով։ Ուրեմն 100-ը մենք զակադրեմ որոշել ենք, ես հիմա չի մտածում էլի, մենք զակադրեմ չենք որոշել, բայց ես արդեն գիտեի, ես միանգամից իմ ուղեղում այդ օրը այդ պալաժից արեցի, թե մենք երկուսս ինչ խորհրդանիշ ունենք։ Ուրեմն ամառը, որ մենք այդ կաղնից բունը հավաքենք, այսքան պայլում են, ու որ իրանց շատ տաք լինի, ծտերին որ մտնեն մեջը, էդի տենց, ես մտած խոսում եմ, որ գոնե մի բան հասկանեք, ես վիդեոն էլ այրևի տավան դեքնում, ոբշեմ, էդի կարանք չասենք, են էլ 100%, որ բան ալի, ծտերին հարմար էլ ներով 100%, որ այդ օրը մենք այդ գործը պրծնել ենք, ու ժողովուրդ ջան, գնացեք Գագիկի ալիք, ընդեղ լիքը ծիծաղալու բաներ կան, հիմա ինքը գնացել է Կիպրոս ու լիքը բոմբ վիդեոներ ընդես գցե, Բուգատի, ընդեղ իր պապան նկարել է ուղարկել է իրան, ինքը գցում է YouTube, ընդեղ Բուգատի կա մի հատ էլ են թաժա Պորշեից է նկար է գցե, մի հատ էլ Լամբորջինի կա, փողոցում գնալուց նկարել ուղարկել է, էդիկը հենց Գագիկն է տես, այնես որ գնացեք իր ալիք ու նայեք։ Երկրորդ փաստ, ոնց որ երկրորդ, թե երրորդ, հա երրորդ, բայց այն մի փաստը, որի չհաշվենք, կլինի, հələ որ երկրորդ, անես որ սկսենք երկրորդ փաստից, ինչի մենք ավելի սիրուն տեղ չնկարեցինք, որովհետև մեր տունը այդ պահին չէի ուզում կլե անեի, մենք այդ պահին պլանավորել ենք, որ փչենք ու բան չունեի, էլի ես ազատ տեղ, որովհետև այդ օրը դաժե մենք հյուր էր ունենք,
ու Ժորժան այդ Ես հիմա ասեմ, թե ինչեր մեր հետ է սպիտակ ֆոն։ Ժորժան էդի դուք գիտեք, բայց եթե ով միջև է դատված գնացեք նայեք ու ես հիմա ասում եմ։ Ժորժան, ուրեմն բաներ այդ վիդեոն երբ որ նկարում ենք, հետևները սպիտակ ֆոնների համար, որտեղ не достроенный տուն էր, պետք իմ սենյակն էր, որտեղ մենք այնց աթոռներ էինք սարքել, այդ իմ փոքր վաղտանից, ու աթոռները սկսել էինք այդտեղ ներսը, ու որոշեցինք կարող պետք գա, մի հատ այն դիվան ունեինք, այդ դիվանը հավաքեցինք, ու այդ սեղանի պես էտել էր էլի աթոռ, այդ աթոռները դրեցինք որպես սեղան, ու տես խառը հավաքեցինք, ու ես գնացի Գագիկին, ու ես այդ վային գնացել էի Գագիկին տուն, իրան դիմավորել էի, իրար հետ մտել էինք շինանյոտ ինչ պետք է առել էինք, դաժե ուզում ենք ներկառնենք, բայց դե էտի ասեցի, որ պլանավորում ենք ներկառնենք, բայց հետո փոշմանեցինք ներկելը, դրա համար կաղնի բունը ուղղակի դες մնացել։ Ժորժան, բանը, հիմա ուզում եմ ասեմ, թե ինչի ես ընդեղ չեմ նկարում, եթե ընդեղ շատ լավ տեղ է ու հետևը ֆոն սիրուն է։ Կարամ ինչ-որ մի բան դնեմ։ Ժորժան, որովհետև ուզում եմ ասեմ ավելի ով որ մինչև այդ հատված չի նայել։ Ուզում եմ ասեմ, որովհետև այդ սենյակը ավելի լավ է լինելու։ Հետո պատը ներկելու ենք, այնտեղ սաղ կրավատի հիմա հավաքենք, որ ավելի սիրուն ու այն իգրավոյ բաներից որ կա է, դրա պես այդ խրամակեյներից դնենք ու հետո լիքը վիդեոների հետ կապված բաներ որ ավելի սիրուն լինի ու այդ պահին որ ես ազատ տեղ ունենամ ընդեմի տունը այդ պահին բան կանեմ Գագիկը ինձ ավելի շուտ հյուր կգա կամ ես իր ալիքում հյուր կգամ ու կլինենք ոնց է Վլադա 4-ի մոտ участникներ էլի ով կուզի չիմաստեցի մի օր ով կուզի կմաստեցի ու Ժորժան որոշել եմ, որ Գագիկը իշխան գիտեք, իմ մի հատ վիդեոն, դաժե երկու հատ, գողացել է, բայց ես որոշել եմ մենք, երբ որ երկուսիս վիդեոն գողանենք, իրար պրեդիցիա անենք ու իրար հետ կպնենք, այդ վիդեոն էլի պատմենք, որ ինքն է պատմի, ես է, որը եթե ինքն недостатокներ ունենա, էդ էլ անենք։ Ու Ժորժան երևի ես վիդեոն այսքանը, всем пока, ու մոռացասի։ Ժորժան կարող է այսքանի օրը, չէ, այսքանի օր չէ, մի շաբաթից մեր դպրոցի մի շաբաթանոց արձակուրդն է, ու Ժորժան այդ պայն Գագիկը լիքը հյուր է գալու, որովհետև արձակուրդ է, ու հիմա всем пока, դուք գտնվում եք Ռոբերտ Շոալիքում, հուսամ ձեզ դուր եկավ այս վիդեոն, ու всем пока, Ժորժան չեղավ, նորից ծիծաղալու եղավ։ Լավ, Ժորժան, всем пока, հուսանք ես վիդեոն ձեզ դուր եկավ, դուք գտնվում եք Ռոբերտ Շոու ալիքում, всем пока։ Ինչ ալնում ես էկրանը։ Հիմա մենք 7 ժամ սնձանջատելու ենք, գնոս։ Լավ, մի հատ Ժորժան, всем пока, դուք գտնվում եք Ռոբերտ Շոու ալիքում, գնաս։